Այժմ վարորդական իրավունք կարելի է ստանալ ընդամենը 1 ամսում։ Նույնիսկ լսել եմ այսպիսի բան, որ վարորդական իրավունքը նվեր են տալիս մեկը մյուսին։ Դա է պատճառը, որ շատերը փողոցն անցնում են բավականին վախվորած։ Խորհրդային շրջանում վարորդական իրավունքը ստանում էին 6 ամսվա ընթացքում, այսինքն կուրսերը տևում էին 6 ամիս, դոսաֆներին կից։ Շատերը նույնիսկ գնում էին բանակ, բանակում էին օգտագործում այդ վարորդական իրավունքը, վերադառնալով այդ նույն վարորդական իրավունքը օգտագործում էին քաղաքացիական կյանքում։ Խորհրդային շրջանում նույնիսկ եղել են ավտոմոբիլային զորքեր։ Մասսայական ավտոդպրոցներ բացվեցին հիմնականում 60-70-ական թվականներին, քանի որ նաև շատացան մասնավոր մեքենաները։ Սկզբում կուրսերը էլի 6 ամիս էին, հետո մի փոքր կրճատեցին այդ կուրսերը, դարձան 4 կամ 3 ամիս։ Իսկ 70-80-ական թվականներին կարելի էր հանդիպել տարիքով վարորդների, որոնց եթե հարցնում էիր, ասում էիր ինչպես է ստացել վարորդական իրավունքը, նրանք պատասխանում էին, որ եղել են վարորդի աշակերտ, ապա 6 ամսից կամ 1 տարուց հետո քննություն են տվել այդ նույն վարորդի երաշխավորությամբ և նոր ստացել են վարորդական իրավունք։ Այսինքն պատանիները գնում էին վարորդի մոտ սովորելու, 6 ամիս նստում էին նրա կողքը, ապա 6 ամիս 1 տարուց հետո նոր հանձնում էին քննություն, որպեսզի ստանան վարորդական իրավունք։ Դա եղել է հիմնականում 30-ականներից մինչև 50-ական թվականները։